Մինսկի խմբի գոյությունը իրականում չի բերի լրացուցիչ արժեք եւ կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության համաձայնագրի ստորագրման դեպքում։ Ուստի Երևանն աջակցում է եւ բաց ենք այս ձևաչափի լուծարման գործընթացի համար, ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայի փոխվարչապետ Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսում։ Նախարար Միրզոյանը շեշտել է խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում հնարավոր է դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ձևակերպել։ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Հայաստանի խաղաղության օրակարգը կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ։ Վերահաստատել է Երևանը պատրաստ է օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը եւ ամսաթիվը։ Հայաստանի քաղաքացիների համար կենսաչափական անձնագրերի տրամադրումը կիրականացնի ֆրանսիական ընկերությունների կոնսորցիումը։ Արտադրությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին։ Կոնսորցիումը պատասխանատու է լինելու ոչ միայն անձնագրերի պատրաստման, այլև անձնագրային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման համար։ Նոտարներից ու նոտարական ծառայություններից դժգոհությունները շատ են, արդարադատության նախարարին են տեղեկացրել խորհրդարանում։ Քաղաքացիները դժգոհում են, թե նոտարական գրասենյակներ կան, որոնք կանխիկ վճարումներ են պահանջում, նոտարներ կան, որոնք աչքաչափով են թվեր նշում։ Վճարումից հետո էլ կտրոն չեն տալիս։ Ծառայությունների գներն էլ ցուցակով փակցնում են պատին։ Արդարադատության նախարարն արձագանքեց, թե նոտարական գործարքի նվազագույն եւ առավելագույն չափը սահմանում է կառավարությունը, եւ նոտարները այդ միջակայքում կարող են որոշել, թե ինչ գումար պետք է գանձվի տվյալ գործարքի համար։ Կանխիկ գործարքներ անելու իրավունք ոչ չունեն, ասել է Սրփուհի Գալյանը։ Անկանխիկ գործառնությունների մասին օրենքին հողում անելով նախարար Գալյանն ասել է, նոտարական ծառայությունների турքի գումարը պետք է գանձվի անկանխիկ եղանակով։ Ծառայությունների գները, այո, պետք է փակցված լինեն, նաև արտոնություններից օգտվողների ցանկը։ Իսկ զանցառողների մասին ըստ նախարարի պետք է տեղեկացնել արդարադատության նախարարությանը, որ նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկեն։ Տաքսի ծառայությունների խնդիրը իշխանական падգամավորից, որ քաջատեղյակ է այս ոլորտին։ Տաքսիստները, որոնք որևէ օպերատորական ծառայություն են ներկայացնում, տաքսիների համար նախատեսված հատվածներում կայանալիս ստուգանվում են եւ բողոքարկելիս էլ երբ ներկայացնում են, որ այդ ժամին պատվեր են կատարել, եղել են օպերատորի վերահսկողության տակ, մեկ է վարչական ակտերը չեն բեկանել, պատճառաբանելով, որ տաքսու նշան չեն ունեցել։ Այս ահազանգերը ներքին գործերի նախարարությունն էլ ստանում է, հաստատեց նախարարը։ Հիշատակեց ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքը։ Տաքսի ծառայություն մատուցողները պետք է ունենան համապատասխան նշաններ, կահավորանք, գունագրաֆիկա, առանց դրանց տեսալուսանկարանող սարքը չի կարող իդենտիֆիկացնել տվյալ մեքենան տաքսի է, թե ոչ։ Սիրան Շմուլեդյան, ժամը լրատվական։